Եթե ես մի օր դառնամ հանրապետության ղեկավար, պետական աշխատողների 100%-ին մի օրում ազատելու եմ աշխատանքից։ Բոլորին։ Նախարարություններով, գերատեսչություններով, վարչություններով, բոլորին, տասնյակ հազարավոր մարդկանց ազատելու եմ աշխատանքից։ Հետո աշխատանքի եմ ընդունելու ամեն գերատեսչությունում մի հոգի։ Դուք չեք պատկերացնում ինչ աստիճանի անարդյունավետ են Հայաստանի կառավարման ամբողջ համակարգի բոլոր օղակները։ Պետական աշխատողների գրեթե 100%-ը, գրեթե բոլորը ոչ մի բանով չեն զբաղվում առավոտից իրիկուն։ Ոչ մի բանով, չեն ստեղծում ոչ մի արժեք։ Ուղղակի կառույցը կա, հաստիքը կա, գնում են գործի։ Իլոն Մասկը հիմա Ամերիկայում զբաղված է մոտավորապես նմանատիպ բանով։ Իրենք հասկացել են, որ մինչև $1 տրիլիոն կարող են խնայել առանց ազդելու կառավարման համակարգի գործընթացի վրա, առանց խաթարելու գործընթացը, առանց խաթարելու համակարգը կարող են $1 տրիլիոն խնայել։ Վերցեք, չգիտեմ, մի գյուղապետարան, քաղաքապետարան, որևէ համայնքապետարան։ Մտնում ես համայնքապետարան, ամբողջ համայնքապետարանում աշխատում է մի հոգի։ Այնտեղ մի հատ էլ վարչության պետ է նստած, իր գործն է, որ մի հատ պեչատ խփի, վերցնես խփի այդ պեչատը։ Սաղ այդ մի հոգին անում է, բերում է ասում է, պարոն Էսինչյան, այս պեչատը խփեք։ Ինչ հարց լինի, սկսած, չգիտեմ, մաքրությունից վերջացած ճարտարապետական թույլտվությամբ, սկսած որևէ կոմունալ վարչությունից վերջացած ձեր ուզած որևէ խնդրով։ Ասենք կա մի պատկերավոր ասած մի հատ, չգիտեմ, Գայանե անունով մի աղջիկ, այդ ամբողջ համայնքապետարանում։ Ինչ լինում, ասում են գնա դիմի Գայանեին։ Բայց այդ համայնքապետարանում աշխատում է, ասենք 60 հոգի։ 59 հոգի անիմաստ նստած է համայնքապետարանում։ Բոլորը մտածում են, որ ամեն ինչ լավ է, կա զբաղվածություն, բայց այդ 59 հոգին որևէ բանով չի զբաղվում ամբողջ օրը։ Առավոտից իրիկուն մտածում են, երբ է կոֆեի ժամը գալու, կոֆեն դնեն, խմեն։ Կան համակարգեր, որտեղ ասենք աշխատում է 250 մարդ, պետք է աշխատի 3 մարդ։ Սա է պատճառը, որ մեր պետությունը գտնվում է այս աստիճանի խայտառակ ցեխի մեջ, որ չեն կարողանում մինչև այսօր Հայաստանում, չգիտեմ, Շիրակի մարզում 40% աղքատություն է։ Սա խայտառակություն է, 21-րդ դարը արդեն դարի 1/4 անցել է։ 1/4 դար անցել են 21-րդ դարից, դեռ մենք մտածում ենք ոնց անենք աղքատություն հաղթահարենք, սով հաղթահարենք, չգիտեմ, ասֆալտապատենք, չգիտեմ, ջրամատակարարում անենք։ Այս խնդիրները 19-րդ, 20-րդ դարի խնդիրներ են։ Սրանք վաղուց պիտի լուծված լինեին։ Վաղուց։ Եվ պատճառը, որ չեն լուծվել, այն է, որ այսօր Հայաստանում, ես վստահ եմ, 50,000 մարդ ունի աշխատանք, որ չպիտի ունենա։ Հայաստանում պիտի լինի տոտալ գործազրկություն, որովհետև կա տոտալ անարդյունավետություն։ Այն մարդիկ, որոնք անարդյունավետ են, բայց ունեն գործ, իրենք պետք է օր առաջ, ժամ առաջ դառնան գործազուրկ։